Պարոն Դանիելյան, ձեզ չեն թողնում մտնել ներս հիմա։ Ոչ, Ինչ են ասում, ինչ են պատճառաբանում։ ոչինչ, ոչ պարոն Մամիջանյանի մուտքը արգելված է։ Ինչ են փնտրում, տեղեկություններ ունեք։ Ինչ ասեք, ավելի քան պարզ է, չէ՞, այս մարդը ինչ է ուզում անել։ Այդ թղթի կտորը, որ հրապարակեցին, դրա հետքերով են գնում, ինչ տեղեկություններ ունեք։ Այդ թղթի կտորը, որ հրապարակեցին, դրանից առաջ իր հայտնի հայտարարությունը, որ բոլորի կտանեմ ԱԱԾ պատվալները կլցնեմ։ Այդ հրահանգի շրջանակներում լայնամասշտաբ խուզարկություններ, ձերբակալություններ է իրականացվում, մի քանի օր առաջ էր այդ շրջանակներում էլի մարդկանց տարել էին ոստիկանական բաժանմունքներ, կրկնում եմ, որևէ մի հակաօրինական բան չէին հայտնաբերել։ Հիմա էլ արդեն ԱԱԾ-ին է կցել այս գործին։ Հիմա արդեն ԱԱԾ-ին է հանձնարարություն տվել այդ մարդկանց տանել ԱԱԾ։ Երեք իշխանական ԶԼՄ-ում հրապարակված այդ հեղաշրջման պլան կոչվածից որևէ տեղեկություն ունեք, ինչի մասին էր խոսքը, այդ պլանից դուք տեղյակ եք եղել, ինչ ինֆորմացիա եք տիրապետում այս պահին։ Ինչ պլան։ Պլան էին հրապարակել, օգոստոսի ինչ-որ 2-ի, չգիտեմ ինչ, ապա տեղեկատվության տարածում, այս տիպի ինչ-որ պլան է։ Դուք այդ պլանից բան հասկացել եք։ Ես չեմ հասկացել։ Դա որքանով է լուրջ։ Ինչ լուրջ այդ ցավտանում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք լուրջ բան ինչ մարդը մի քանի օր առաջ իր մոտ էր կանչում ինչ որ բաներ կարծույց տալու հիվանդ է այս մարդը Պարոն Դանիելյան, մի քանի օր առաջ դուք դարձյալ ինֆորմացիա ունեիք, որ պիտի իրավապահներ կան, այսպես հյուրընկալ են Սրբազան հորը, այդ ժամանակ ինչու ձեզ չեկան եւ ինչու հենց այս պահին հիշեցին դարձյալ։ Չեմ իմանում, հլա որ ԱԱԾ պետք չեմ, չգիտեմ էլի, հլա որ չեմ իմանում։ Իր գործողությունները աբսուրդի ժանրից են եւ ուզում ես ինչ որ տրամաբանություն գտնել, չես կարողանում գտնել։ Ինչքան էլ ուզես տրամաբանություն գտնես, չես կարող գտնես։ Չկա տրամաբանություն։ Ասում եմ, եթե մի քանի օր առաջ տարել են այդքան մարդկանց, որևէ մի բան չկա։ Դրանից հետո թուղթ է ինչ որ հրապարակում, թղթի կտոր։ Այն իր խաղաղության խաչմերուկի նման են մի հատ թուղթերի որ ծոցից հանում է, մեկ էլ Հայաստանի անդադ փոքրացող բանը, քարտեզը ու հիմար բաներ է խոսում։ Հնարավոր է Բագրատ Սրբազանին կալանավորեն։ Հայաստանի Հանրապետություն տենց մարդ չկա, որ չփորձեն կալանավորեն, որը որ ընդդիմադիր հայացքներ ունի, որը որ առավել եւս շարժման առաջնորդ է եւ նախագահներին էլ դուք հավանական եք համարում, որովհետեւ այդ պլանում եւ Գագիկ Ծառուկյանի անունն է շեշտվում եւ երկու քաղաքական ուժերի լիդերների ընդդիմադիր ուժերի եւ Սամվել Ալեքսանյանի, այսինքն դուք չեք բացառում նրանք, ովքեր լծակներ ունեն ինչ-որ բան արագ փոխելու, անկախ այն բանից իր հետ են թե չէ, միանգամից Սուզի ջան, այս մարդը խմբերաստեղծում վեհապարին նեղություն պատճառելու, չգիտեմ, վեհարանը գրավելու, ես ինչ ասում եմ կասկաբրոն է ժիլետ։ Փոխվեց, ասես բանն ենք ցույց տալու։ Հա դե Էլ չեն գրավում կա։ Հայաստանի Հանրապետությունում ես կարծում եմ, որ այս 37 թիվը ամուր, որ ասում է իր հիմքերն է ստեղծում, Ժողովրդավարություն անունով։ Բերիայի դերում էլ ինքն է հանդես գալիս, ժողովրդավարության անվան տակ ժողովրդավարության բաստիոն չի Հայաստանի Հանրապետությունը։ Կարծում եք կաթողիկոսի մոտ գնալու կամ կոպիտ է հնչում երևի նրան այնտեղից դուրս բերելու, Բեհարանից դուրս բերելու ճանապարհն են մաքրում այսպիսով։ Ի վերջո հասկանալի է, որ այս ուժերն են առաջինը շտապելու Բեհարան եւ պաշտպանելու եկեղեցուն։ Այո, եւ այդ պլանը եւ ինքը պլան ունի բոլոր հայրենասեր մարդկանց, այնինքն քրեական օրենսգրքում նոր հոդված ավելանալու են մարդիկ, որոնք հայրենասեր են, հայրենատեր են, այդ մարդկանց համար հատուկ քրեական հոդված ունի Նիկոլ Փաշինյանը, այդ մարդկանց ձերբակալելու, այդ մարդկանց տարբեր ապօրինություններ գործելու, քրեական գործեր կարելու եւ սա արդեն ակնհայտ է, հայտարարք են կլնում էլ աշխարհով մեկ ինչ ասեմ։ Ես որևէ մի հույս չեմ կապում, որ գիտեք, դե արդեն ինչ որ գծեր կար, որ միջև հիմա որոշ գծեր կար, որ չէր հատում,
Պարզվեց, որ այդ գծերն էլ չկան եւ ինքը պատրաստ է ամեն ինչի, ընդհանուր ամենազազրելի, ամենանողկալի, ամենաստորացուցիչ գործողությունները անելու։ Պարոն Դանիելյան, հիմա կեցավայրի ներսում ինչ որ մեկը կա, բացի Կներեք, ելի ասեմ, մարդը, որ ինքը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ այս մարդն է ԱԱԾ պատվալը հայտնվելու, մատով ցույց է տալիս, ու եւ ասում է, տես դատա որ կա, որ իմ ասածը չանի։ Այս մարդու մար խնդիր չէ, այնքան քրեական գործեր է շալակել այս մարդի վզին, որ կրկնում եմ 100-ը կլինի, 150-ը կլինի, իր համար նշանակություն չունի։ Լավ, ինքը ամեն օր զարմացնում է, ամեն օր ձեր ասելով կարմիր գծեր է հատում, այդ գծերը չեն վերջանում եւ այդ գծերը մինչեւ երբ պիտի չվերջանան կամ որտեղ վերջանան։ Ձեր կարծիքով ենթադրենք այսօր ինքը շարունակի կալանքի տանել օրինակ նախագահներին, մյուսներին, նրանք ովքեր հնարավորություններ ունեն մի փոքր բան բեկելու։ Ուրեմն ինչ կլինի հետո հասարակությունը այդպես կշարունակի բնականon ապրել, ինչպես որ Արցախի դատարկվելի եւ հանձնվելու։ Այդ գծերը չեն հատվի այն ժամանակ, որ ինքը իշխանության չլինի։ Ինքը հասկանում է, որ իշխանության չլինելու դեպքում ինքը հայտնվելու է ճաղերի հետևում եւ դրա համար ասում է, որ կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, չլինի Հայաստանի Հանրապետություն, չկա քրեական գործ, այսինքն չկա պետություն, չկա պատասխանատվություն։ Այդ սկզբունքով այս մարդը առաջնորդվում, քանդելով, ավիրելով իր ճանապարհին ամեն ինչ։ Եվ ես կրկնում եմ, էլի, զարմանալու որևէ մի բան չկա, ես մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ սա նաև ուրիշ ծրագիր էլ կա սրա տակ թաքնված, ադրբեջանցիներին ստեղ բնակեցնելու ծրագիրը կա օրակարգում, դրա մասին ադրբեջանական կողմն էլ է հայտարարել, փորձի դիմադրությունը ջարդի եւ ադրբեջանցիներին բերի բնակեցնի Հայաստանի ժողովրդին է սարքի դերձորի ճամփորդ։ Պարոն Դանիելյան, իրենց ծրագիրը հայտնի է, անդիմության ծրագիրը, նաև ձեր ուժի ծրագիրը ո՞րն է կանխելու այս ծրագրերը։ Ահաբեկչությունից բացի ինչ կար պլանավորել։ Այսինքն մի հատ հարց խնդրում եմ մի հատ դեպք։ Ինչ պլաններ ունեք դուք, ինչպես կանխել այս Փաշինյանի այս ծրագրերը, որոնք թվարկում։ Պլանները հետեւյալն են, պետք է բոլոր ուժերը մեկտեղ են, բոլոր քաղաքական ուժերը Եվ պատրաստվել ընտրություններ։ բոլոր քաղաքական Հայլակ ջան։ Հարցնում եմ կոնտրոլերը։ Պարոն Դանիելյան, հիմա այս հարցի բոլոր քաղաքական ուժերը, բոլոր են պատասխանատու անձիկ, որոնք որ պատասխանատվություն են ստանձնել այս ընթացքում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, պետք է ջանքերը մեկտեղ են։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի, որովհետև այս մարդը պատրաստ է գնա եւ նախագահների հետևից, եւ պատրաստ է գնա վեհապարի հետևից, եւ սրբազանների հետևից, եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած մարդու հետևից պատրաստ է գնալ։ Եվ եթե ջանքերը չմեկտեղվեն, Նիկոլ Փաշինյանի ծրագրերը ցավոք կիրականանան։ Չեն մեկտեղվում, հակառակը հնարավորինս քայքայ։ Ես հույս ունեմ, որ սա այլ ազդակ կլինի բոլորին, բոլորիս, որ այսպես շարունակել հնարավոր չէ, սենց շարունակելու դեպքում այս ուխտը բոլորի դուռը չոքելու է եւ ես կարծում եմ, որ սա արդեն այն գծերն է կարմիր, որ հատել է եւ ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաշված օրեր են մնացել, հաշված ամիսներ են մնացել։ Հասարակությունը դուք հասկանում եք, մի հատվածն ապրում է իր կյանքով եւ դա կապ չունի մեր եւ ձեր եւ մյուսների ապրած կյանքի հետ, մի մասը Նիկոլի կյանքով է ապրում, մյուս մասն ապրում է տառապանքով։ Հիմա հասարակության այս 3 խմբեր իրար հետ ոչ մի կապ չունեն։ Մեկը մեկից բեխաբար ապրում է։ Հիմա ո՞նց անենք, որ Փաշինյանից հիասթափած ինչպես որ սոցհարցումների տվյալներն են պարբերաբար հուշում։ Հազիվ 10-11% քվե ունի փաստորեն այդ մարդը այս պահին։ Ո՞նց անել, որ նրանից հիասթափվածներին կարողանալ համոզել։ Ես ձեզ հարց տամ եւ մեր սիրելի քաղաքացիներին, մեր սիրելի հայրենակիցները պատրաստ են Թուրանի մաս կազմելու։ Այս մարդը գնացի հայտարարել է, որ ես դե ասում էին, որ Արցախը հեռու է, մեզ չի հասնելու։ Եկավ հասավ Սյունիք, եկավ հասավ Տավուշ, եկավ հասավ Գեղարքունիք։ Մեծ Թուրանի ճանապարհին ասում են մենք մաս ենք կազմելու, մենք մաս ենք կազմելու Թուրանին։ Այս մարդը ասում է, որ մենք սահմանադրություն, անկախության հռչակագիր, ամեն ինչ
ուրեմն բան ենք անելու, հեչ ենք անելու եւ այս մարդը պատրաստվում է կրկնում եմ ադրբեջանցիներին բերել եւ բնակեցնել այստեղ։ Հիմա ես հենց այդ եմ ասում։ Ես հիմա այդ եմ ասում։ Դրա համար պետք է պայքարից դե չի առանց ժողովրդի, առանց ժողովրդական աջակցության, առանց մեր հայրենակիցների տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մարդիկ պիտի փողոց դուրս գան, ոչ թե առանձին վերցրած այս կամ այն քաղաքական միավորի, առանձին վերցրած, այլ իրենց համար։ Սա իրենց համար։ Սիջան, մենք էլ հարց տանք էլի, եթե կարելի է։ Վերջացրեք, հա նորից հարց տվեց։ Եթե կարելի է մի քիչ ինֆորմատիվ, պարոն Դանիելյան, նաև խոզարկություններ կան այլ անձանց տներում, այդ թվում նաև դաշնակցականների, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք այս պահի դրությամբ ձեզ ինչ է հայտնի, քանի հոգի են, ովքեր են։ Տվյալները թարմացվում է, մեր մարզային կառույցների պատասխանատուներն են տարել ԱԱԾ, քիչ առաջ ասեցին, որ մեր Լիդիային են Մանթաշյան տարել, քնչական Սրբազանի օգնականին են տարել, տարբեր ուրեմն Արա Ռուստամյանը որդիների կանչ հասարակական կազմակերպության նախագահն է, հերոս նահատակի հայրը, Ռոստի հայրն է, իրեն են տարել, անդադ տվյալները թարմացվում են, մի քանի տասնյակի են հասնում, նոր տեղեկություններ ենք ստանում, որ արդեն Արթուր Սարգսյանի բնակարանն են խուզարկում, պատգամավոր մեր ընկեր, այո, Երևանի բնակարանը։ Մենք գիտենք, որ Բայերձորում են մտել տներ, ընդ որում քիչ առաջ ինձ հաղորդվեց, որ մեկի տանը նույնիսկ մահ կա, գիշերը մեկի հորեղբայրը մահացել է, այդ տղայի տուն են մտել, որը հենց դուր դռան վրա հարևան է, ասում են պահին, երբ մտել են տեղեկացնելու մորը, որ վիշտը ոնց ընդունի, այդ պահին ներխուժել է ոստիկանությունը, ընդ որում տեղի մարդիկ են քննչականի աշխատողները, խնդրել են ընտանիքի անդամները, ասել են թողեք գոնե 2 ժամ հետո ներխուժեք, ասել են չէ, որ մենք այս պահին մեր դատանի որոշմամբ եկել ենք, այո, խուզարկման աշխատանքներ կատարելու, դիակը տանը, տենց ընտանիքը պանիկայի մեջ, ընդ որում մինչև այս պահը դուրս չեն եկել այդ տնից։ Վայոց ձորում մի երիտասարդի տուն են մտել։ Այս մարդը հայրան ծարավ է, այս մարդը ինչքան վատ լինի մեր հայրենակիցների համար, այնքան դրանից ինքը հաճույք է ստանում։ Արյան ծարավ է, էլի, ինչ ասեմ։ Դուք հանդիպել եք այն մարդկանց, ովքեր տարվել էին դաստիարակչական աշխատանքների մասնակցության համար, հիշում եք, մի քանի օր առաջ ասում էին տարել ենք, որպեսզի կրթադաստիարակչական աշխատանքներ։ Կրթվել են Նորաձևի շրջանակում։ Չէ, բայց քննչականը ինչ է կրթել, քրեական օրենսգրքի ո՞ր կետով են կրթում կամ դաստիարակում կամ այդ ինչի համար են կրթել, խոսել եք այդ մարդկանց հետ։ Դե դաստիարակում, այլ արդեն տուն է կանչում։ Կրթվել է Նորաձևի շրջանակներում, այս Հաջան Ինչ էին ասել, փոխանցել, գուցե սպառնացել, ահաբեկել այն մարդկանց, ովքեր ձեր կողմնակիցներն են եւ որոնց մի քանի օր առաջ բերման էին։ Ասել են, որ զերծ մնան բողոքի ակցիաներ իրականացնելուց, զերծ մնան ուրեմն իրենց բողոք արտահայտելուց, նման բաներ։ Չեն կարա ոչ մեկին էլ մշակեն, իրենց, տեսեք հարգելիներս, եթե մարդը առհասարակ մեր քաղաքացիները իրավունք ունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, եթե պետք լինի նաև խաղաղ անհնազանդություն իրականացնելու, դա տեղավորվում է օրենքի շրջանակներում։ Այս մարդը դրա հետ էլ հաշ չի։ Այս մարդը պատկերացնում է, որ ինքը Եվ այս երկրի դատավորն է, եւ դատախազն է, եւ քրեականի պետն է, եւ չգիտեմ, հիմա արդեն վեհարանի վրա աչք ունի։ Այսինքն կոնկրետ մարդը փորձել է վախեցնել եւ տեսել է, որ բան չի ստացվում, հիմա էլ սրան միջև այս ԱԱԾ ստորաբաժանումները ներգրաված չեն, ԱԱԾ-ն ներգրաված չէր։ Հիմա արդեն ԱԱԾ-ին է ներգրավել, քիչ առաջ էլի Facebook-յան էջում հայտարարություն ա դրել։ Պարոն Դանիելյան, քննչական կոմիտեի հաղորդագրությունը ձեզ ծանոթ է, որ Սրբազան պայքարը Բագրատ arczepiskopos Գալստանյանի գլխավորությամբ պետք է ինչ-որ ահաբեկչություն իրականացներ, քննչական կոմիտեն մի շարք գործողությունների պլաններ է թվարկում, այդ թվում նաև երկրում
վախի մթնոլորտ ստեղծելու հետ կապված դուք այս մասով ինչ կասեք, կար պլաններում նման բան թե ոչ։ Դե կարային ավելացնեն, որ Քենեդու սպանության մեջ էլ է մասնակից Սրբազանը։ Չէ, դե տենց Դե կարան, ի՞նչ է, քիչ եթե այդքան կարում անի, քիչ կարանի։ Դուք քնչականի։ Քիչ կարանի։ Ես նկարտումներ չունեմ, Նիկոլը նկարտումներ ունի, ինչ նկարտումներ պիտի ունենան։ Ռազմական պատրաստության մասին է խոսում քնչական։ Հավաքագրել են, ասում է 1000-ից ավել անձ են հավաքագրել, որ ինչ-որ գործողություններ իրականացան։ Ինչ գործող։ Նախքին դե ասեցինք այդ Ռազմական գործողություն։ նախքին ոստիկաններ, զինվորականներ քնչական մի Իգլա բան գտել են, ինչ որ բան գտել են, ուղաթիր, հրթիռ, մրթիռ բան գտել են, այդպես բաներ գտել են։ Բայց ինչ պլաններ ունեիք օրինակ դուք իշխանապողություն անելու համար, պարոն Դանիելյան։ Այս 7-8 տարի է իշխանապողության ծրագիր կա, էլի, չգիտեք որ ծրագիր իշխանապողությունն է։ 7-8 տարի, այսինքն նաև այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանի հետ կառավարությունում էիք։ Նարեկ ջան, ինչ լրջացի էլի։ Դե ասում եք 7-8 տարի, Դե հա, դե 7 տարի հետ եմ գնում, տեսնում որ դաշնակցականները նախարարական փորձել Ինչ որ մի պահի մաս են կազմել կառավարության եւ ինչ դրանով ինչ։ Չէ որ ասում Շատ մարդիկ են մաս են կա, դե ես ընթացքում չգիտեք քանի անգամ ենք պահանջել որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարական տա, որովհետեւ չի սպասարկում հայ ժողովրդի շահերը։ Շնորհակալ ենք։